Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակվում է մեր աստրոուղեցույցը, ինչպես խոստացել էի, այսօր կխոսենք աստղաբանական քարտեզի և նրա ծագումնաբանության մասին։ Աստղաբանության պատմությունն ու աշխարհագրությունը չափազանց ընդարձակ է։ Եթե փորձենք դասակարգել, ապա աշխարհում գոյություն ունի 3-ից 5 գլխավոր աստղաբանական համակարգ։ Առաջինը արևմտյան աստղաբանություն, հունական արմատներով, որը հիմնված է արևադարձային կենդանակերպի տրոպիկալ զոդիակի վրա։ Երկրորդը հնդկական աստղաբանություն, ջիոտիշ, որն ամենահինն է, անընդմեջ գործող համակարգերից։ Երրորդը չինական աստղաբանություն, որը հիմնված է ոչ թե արեգակնային ամիսների, այլ լուսնաարեգակնային օրացույցի 60-ամյա փուլերի և տարերքների, փայտի, կրակի, հողի, մետաղի և ջրի հիման վրա։ Չորրորդը տիբեթյան աստղաբանություն, որն իրենից ներկայացնում է հնդկական և չինական համակարգերի միաձուլումը։ Արաբական, իսլամական աստղաբանություն, որը սերտորեն կապված է հելենիստական ավանդույթի հետ։ Այսօր ժամանակակից աշխարհում կան հզոր դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ձեռագիրն ու մոտեցումը։ Օրինակ, գերմանական դպրոց, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին Ալֆրեդ Վիտեի կողմից, կիրառում է խիստ մաթեմատիկական կետեր և հիպոթետիկ մոլորակներ։ Երկրորդը ֆրանսիական դպրոցը հայտնի է իր հոգեբանական էվոլյուցիայի, անձի զարգացման և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Երրորդը ռուսական դպրոց ունի վառ արտահայտված կանխատեսողական ուղղվածություն, ինչի վառ օրինակն է Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի աստղաբանական ակադեմիաների հզոր մեթոդոլոգիաները։ Իսկ Անգլիայում նույնիսկ կա համալսարանական ֆակուլտետ, որտեղ դասավանդվում է աստղաբժշկություն։ Ես իհարկե կցանկանայի, որ Հայաստանում ևս լիներ աստղաբանական դպրոց կամ համալսարան, սակայն մենք դեռ բանավիճում ենք, թե աստղաբանությունը կախարդություն է, թե գիտություն, ցավոք։ Հնում, հարգելի բարեկամներ, աստղաբանական քարտեզ ստեղծելու համար անհրաժեշտ էր կատարյալ իմանալ մաթեմատիկա, քանի որ ամեն մի կետ ու ասպեկտ հիմնված էր բարդ հաշվարկների վրա։ Իսկ այժմ, շնորհիվ Ուրանի, այդ տեխնիկական աշխատանքը մեր փոխարեն վայրկյանների ընթացքում անում է համակարգիչը։ Ես այս ամենը ձեզ պատմում եմ նրա համար, որպեսզի հստակ գիտակցեք իրական աստղաբանությունը, սովորական աստղագուշակությունը իրար հետ բացարձակապես կապ չունեն։ Եվս մեկ անգամ մտածեք, արժե արդյոք մեծագույն գիտնականների, բժիշկների և մաթեմատիկոսների, ինչպիսիքն էին Նոստրադամուսը կամ Ուիլյամ Լիլին, պարզապես աստղագուշակ անվանել, որպեսզի այս հոլովակը ձեզ չօգնեցնի և դուք հանգիստ մարսեք այսօրվա ստացված արժեքավոր տեղեկատվությունը, աստղաբանական տների բուն նշանակության մասին կպատմեմ արդեն հաջորդ հոլովակում։ Մնացեք աստրոուղեցույցի հետ, բաժանորդագրվեք, կիսվեք, ձեր էջերում, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրը։ Կհանդիպենք։